Բանարի։ Շարունակում ենք մեր հաղորդաշարը, որտեղ միայն ապրեսորի միջոցով շրջում ենք ողջ Հայաստանը։ Շնորհակալ ենք նախորդ տեսանյութին արձագանքելու եւ նոր մտքեր առաջարկելու համար։ Որոշ առաջարկներ մենք արդեն ներառել ենք այս տեսանյութում եւ հուսանք այս տարբերակը ավելի հետաքրքիր կլինի ձեզ համար։ Այսօր պետք է հասնենք Խաղարցին, իսկ ճանապարհին այցելենք նաեւ Սևանա վանք։ Եվ մենք կրկին խաղարկում ենք այս անվճար տոմսը One Way Tour-ի կողմից, որը շահելու համար ձեզ հարկավոր է կոմենտների հատվածում գրել ձեր հետաքրքիր առաջարկը մեր հաջորդ հաղորդման համար։ Լավագույնը կստանա այս անվճար տոմսը, որը կգործի ամբողջ 2017-ի ընթացքում։ Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այս տեսանյութի նկարագրության մեջ։ Նստեցինք արդեն մեր առաջին մեքենան ու հիմա մեր վարորդին տալիս ենք այս փոքրիկ նվերը, որպես շնորհակալություն։ Էս վերցրեք ձեզ վեր։ Մենք հիմա գնում ենք մինչև Հրազդան, այնտեղից նոր մեքենա ենք նստելու ու շարունակենք ճանապարհը դեպի Սևան։ Մեզ մեր վարորդի չափվեց Հրազդանի խաչմերուկի մոտ եւ մենք այստեղից պետք է լրիվ ուրիշ մեքենա կանգնացնենք, որպեսզի հասնենք Սևան։ Գնացինք։ Մենք հիմա նստեցինք մեքենա ու այստեղից շարժվում ենք դեպի Սևան, Սևանի մոտ գիշնենք մենք ու մեր ավանդական մագնիսները հիմա կնվիրենք մեր վարորդին։ Այս մագնիսը ձեզ մենք հասանք Սևանա վանք։ Երբ 301 թվականին հայոց արքա Տրթատ մեծը ընդունեց քրիստոնեությունը, Հայաստանում ամենուրեք սկսեցին կառուցել եկեղեցիներ։ Գրիգոր Լուսավորիչը հիմնեց Սևանա վանքի առաջին եկեղեցիները, այնուհետև 9-րդ դարում համալրվեց նաև Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Համաձայն պատմիչների վկայության վերջին երկու եկեղեցիները այստեղ կառուցվել են Աշոտ Բագրատունու դուստր Մարիամ Իշխանուհու հովանավորությամբ։ I was spinning. I could always tell it was the end of the beginning. When you couldn't know like there's no need for pretending. Ուրեմն մենք այսօր ընդամենը 5 մեքենայի օգնությամբ եկանք հասանք Խաղարցին։ Այստեղ եղանակը շատ լավ է, շատ հով է, ի տարբերություն Երևանի, որտեղ այնտեղ շատ շոգ է։ Ու քանի որ եկել ենք այստեղ, ուզում եմ ձեզ մի փոքր հետաքրքիր բան պատմել։ Ըստ լեգենդի, երբ վանականները որոշում են այս կուսական անտառում համալիր կառուցել, իրենց գլխավերևում մեծ արծվի են նկատում ու մտածում են, որ դա նշան է վերուստ։ Հետևում են նրան եւ առաջին քարը դնում են այնտեղ, որտեղ իրենց տեսադաշտից անետանում է արծիվը։ Եվ ի պատիվ այդ արծվի համալիրը կոչում են Հաղարծին, Խաղարծվի։ Եվ ի դեպ նշեմ, որ այս վանական համալիրը թվագրվում է 10-ից 13-րդ դարեր։ Մենք այստեղ լիքը նկարներ արեցինք, վիդեոներ արեցինք ու հիմա որոշում ենք, թե որտեղ պահել մեր անվճար տոմսը։ Ի դեպ մենք արդեն այս ծառը մոտենք, ովքեր գիտեն այս լեգենդար ծառը։
Այդտեղի վանականների ասելով, այս ծառը վառվել է կայծակից, այսինքն կայծակը խփել է ու վառվել է, որտեղ այն ժամանակ կանաչ սիրուն ծառեր, իսկ հիմա այսպես վառված վիճակում է։ Ես մեր տոմսը դրեցի այս ֆայլի մեջ, որպեսզի այն անձրևներից անվտանգ մնա, եւ հիմա եկեք օրինակ դնենք այս քարերի անկում, տեսեք եկեղեցի, ովքեր որ գաք եկեղեցի ֆոնի վրա, եւ կդնենք այ օրինակ եկեք դնենք այ այստեղ։ Այստեղ կպահենք մեր տոմսը։ Այսօրվա համար այսքանն էր, չմոռանաք բաժանորդագրվելու One-Way Tour-ի YouTube-յան էջին։ Կսպասենք ձեր հետաքրքիր առաջարկներին կոմենտների հատվածում։ Հաջողություն։ Հաջողություն։